իշխանությունները Հայաստանի Հանրապետության ինչ-որ քայլեր են ձեռնարկում, մարդկանց են ձերբակալում և փորձում են ամեն ինչ քանդել, որը անթույլատրելի է, ուղղակի անթույլատրելի է, բայց այս իշխանություններից գիտեք ամեն ինչ սպասելի է, ամեն անգամ մենք մտածում ենք, որ ավելի վատ բան, ավելի ցածր արարք չեն կարող անել, բայց հասկանում ենք, որ միշտ իրենք կարողանում են անել այնպես, որ մենք միշտ զարմանանք։ Պարոն Վանեցյան, հաջորդը դուք եք լինելու, որովհետև պարբերաբար ձեր անվտանգության տղաներին ձերբակալում են, ապօրինի զինամթերք պահելու հետ կապված, հետո բաց են թողում։ Ես արդեն եղել եմ մի քանի անգամ, մի քանի օր առաջ էլի, գիտեք, օդանավակայանում վեհապարին դիմավորելուց հետո եւս հերթական մի շոուն եղավ, ես չգիտեմ արդեն ոնց բացատրեմ, որ մենք ապօրինի զենք չունենք եւ ընդհանրապես ապօրինություններով չենք զբաղվում։ Արմեն Աբազյանի աշխատանքից ազատվեց ԱԾՊ Արմեն Աբազյանը։ Նա ամենաերկար պաշտոնավարացն էր եւ այսօր տեղեկություններ կա, որ Աբազյանը փաստորեն չի կատարել Փաշինյանի հրահանգը, Փաշինյանն էլ ասաց չէր կարող չկատարել, արդյոք դա այսպես սկզբունքայնություն է դրսևորել։ Դուք հարցը տվեցիք, հարցը պատասխանեցիք, դրան ավելացնելու բան չունեմ։ Խնդրեմ։ Ձեր կարծիքով ինչու Արմեն Աբազյանը աշխատանքից ազատվեց մեկ գիշերվա ընթացքում։ Դա Նիկոլ Փաշինյանի այդ հարցը ուղղեք, ես չեմ կարող ասել։ Ես գիտեք, ես ասել եմ մի բան։ Քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, ով կլինի ԱԱԾ տնօրեն, ոստիկանության պետ, ներքին գործերի նախարար, դատախազ, դատավոր, բոլորի դեմքին կպցնում եք Նիկոլ Փաշինյանի դիմակը ու բոլորին դիտարկում եք այդ տեսանկյունից։ Կարևոր չի այս պայինով, ասենք Արմեն Աբազյանի տեղը կնշանակվի ինչա, չի։ Արմեն Աբազյանը կարող է չկատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Ես չեմ հավատում, որ ուժային կառույցում ուսադրի տակ գտնվող մարդը կարող է չկատարել իր անմիջական ղեկավարի հրամանը։ Այդ դեպքում երեք ինչու ազգային անվտանգության ծառայության աշխատանք։ Ես այդպես մանրամասները չգիտեմ։ Անկեղծ ասած ես չգիտեմ ինչի չմտան, միգուցե նման խնդիր ընդհանրապես չի եղել, որ ազգային անվտանգության ծառայությունը մտնի։ Դրա համար ես չեմ կարող այդ հարցին հստակ պատասխան տալ։ Հիբրիդային անվտանգության մասին է խոսում Փաշինյանը, պարբերաբար հիշում ենք ձեր ղեկավարման տարիներին էլ ինչ-որ որսերով էր զբաղված, ի վերջո ում դեմ է պայքարում Փաշինյանը, քանի հոգու դեմ է պայքարում, երևութական է, աներևույթ են այդ հիբրիդային վտանգները։ Ինչի մասին է խոսում։ Հիբրիդային անվտանգության, ասում է հիբրիդային անվտանգության խնդիրներ կան, նաև կհիշեք, որ ես նոր էի զբաղվում քաղաքականությամբ եւ նոր էի դուրս եկել ԱԱԾ տնօրենի պաշտոնից, ինձ էլ մեղադրում էր հիբրիդային հեղաշրջում անելու մեջ։ Հենց դրա համար եմ ձեզ հարցը տալիս։ Դες մարդու մտահորիզոնը չի զարգացել, չի աճել, ինքը իր էլեկտորատի համար ինչ որ բառեր է ասում, որ իր էլեկտորատը հավատա եւ մտածեն, որ ինքը կարևոր ինչ որ գործով է զբաղված։ Այնինչ ինքը ծախողել է բոլոր ուղղությունները, առաջին հերթին ծախողել է մեր երկրի անվտանգությունը, կորցրել է մեր հայրենիքի արցախյան հատվածը, իր ղեկավարման տարիներին իր անփառունակ ղեկավարման արդյունքում ունեցել ենք 4000 եւ ավել զոհ, եւ այսօր մեր հանրությունը լարված սպասում է թե հերթական ինչ քայլը պետք է անի Նիկոլ Փաշինյանը մեր երկրի դեմ։ Իսկ ինչ պետք է անեն ընդդիմադիր ուժերը, նաև օրինակ դուք եւ ձեզ շրջապատող մարդիկ, որպեսզի կանխեք օրինակ Փաշինյանի այս գործընթացը մեկնարկած, որովհետեւ Փաշինյանը պնդում է, որ ամեն ինչ անում է պետության, պետականության համար եւ երկրի ներսում կան ուժեր, որոնք դրսին են ծառայում։ Ես քիչ առաջ խոսեցի, թե ինչեր է արել Փաշինյանը իր կառավարման տարիներին եւ նրա որևէ քայլ ուղղված չի պետության ուժեղացման համար, նրա բոլոր քայլերը լրիվ հակառակի մասին են խոսում։ Անելիքների մասին ես գիտեք, չեմ ուզում երբեք արդարացնեմ ընդդիմության արածը կամ չարածը, ես ուզում եմ ասեմ այո, ցավոք սրտի ընդդիմությունը, այդ թվում եւ ես չեն կարողացել մինչ օրս հասնենք Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն։ Բայց ինչու, որովհետև Նիկոլ Փաշինյանը իշխանությունից թանկ ոչ մի բան չունի։ Մարդիկ ունեն
տարբեր արժեքներ։ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ արժեքը դա իշխանությանը զավթած պահելն է եւ մնալն է։ Դուք հայրենիքից թանկ ոչինչ չունեք, պարոն Վանեցյան, դուք ձեր ընկերները ընդդիմադիր այդպես եք հայտարարում, որ հայրենիքը ավելի թանկ է, քան ցանկացած պաշտոն, բայց չեք կարողանում դուք հայրենիքը պահել, բայց ինքը իշխանությունը կարողանում պահել։ Որովհետեւ ինքը ունի իշխանական լծակներ եւ դուք նկատել եք, օրինակ Սամվել Կարապետյանին ինչի ձերբակալեց ձեր կարծիքով։ Սամվել Կարապետյանը մի հարցազրույց ա տվել եւ ասել է մի նախադասություն, որը ես վստահ եմ ցանկացած ազգությամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ նույն նախադասությունը կասեր։ Ասել է մենք եկեղեցու կողքին ենք, եկեղեցին պաշտպանելու ենք եւ որևէ մեկին թույլ չենք տալու Իշխանությունները կհիշեք տարիներ առաջ սատանաներ էին ման գալիս, հետո ինձնից հետո սատանաներ էին ման գալիս, հետո Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը ծաղրում էր ազգային անվտանգության ծառայությանը եւ պաշտոնական հարցում էր ուղարկում, ասում էր ինչ փուլում է գտնվում վարչապետի կողմից տրված հանձնարարական ազգային անվտանգության ծառայությանը սատանաներ ворցալու հարցում ու ազգային անվտանգության ծառայությունն էլ չգիտեմ ինչու պատասխաններ տալիս, որ օպերատիվ հետախուզական միջոցառումները շարունակվեն։ Իմ համար դա շատ ցավալի է, ես դա որ ասում եմ, ժպտալով ենք ասում եւ հումորի ենք վերածում, բայց հենց դա է պատճառը հիմքերից մեկը նա է, որ մենք ունենք այս վիճակը, որը ունենք։ Եթե ձեր օրոք այդպեսի հանձնարարություն տենց աբսուրդ ասել, սատանա պետք է։ Իմ օրոք շատ հանձնարարություններ տվել է, դուք հիշում եք, թե ես ինչպես եմ արձագանքել։ Իմ օրոք տրվել է հանձնարարություն ֆեյք օկտատերերին հայտնաբերել, ձերբակալել, նստացնել։ Իմ օրոք ես հենց այդ պահին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել եմ, որ մարդու անանուն հանդես գալը դա մարդու իրավունքների հիմնարար դրույթներից է։ Ստացվում որ կարող է լինել օրինակ Քոչարյանի հետ կապված ես ոչ մի բան չեմ արել, Մանվել Գրիգորյանի լսեք Անի ջան կլսեք այդ բոլորը ինչ ասում եք դա եղել են օպերատիվ տեղեկություններ եւ ազգային անվտանգություն ծառայությունը իրականացրել է օպերատիվ միջոցառումներ։ Ես չեմ բացառում, դրա համար ես ոչ մի բան չեմ ասում, ես փաստերն եմ արձագանքում։ Հիմա Փաշինյանը այսօր ասաց ԱԱԾՏՆ-ը չի կարող չկատարել իմ հրահանգները, դուք էլ ասացիք։ Հիմա ստացվում է դուք չեք կատարել այն ժամանակ։ Աբազյանը մյուսները կատարել են։ Այսինքն դա անձից է կախված, թե պաշտոն է կարող են թե։ Դուք հիմա արձանագրում եք ինչ-որ իրողություն փաստ, թե հարց եք տալիս։ Հարցնում եմ ուզում Ես այդ հարցին ես արդեն պատասխանեցի։ Նկատի ունեմ անձից է կախված։ Ժողովուրդ ջան, Էրդողանի հետ հանդիպումից ոչ մի լավ բան ցավոք սրտի չեն կարող սպասել, որովհետև այս մարդիկ իշխանության ղեկին գտնվող անձը որևէ մի անգամ չի արել հայանպաստ որևէ քայլ չի արել։ Ես չգիտեմ, ես մի կարծիք ունեմ, որ ինքը օրինակ ինչ պետք է անի 26 թվականի ընտրություններին, ինչպես պետք է ինքը քաղաքացիներից խնդրի, որ իրեն նորից ընտրեն։ Միակ տարբերակը հետևյալն է. նա պետք է ունենա մի փաստաթուղթ, որը թափահարելով ասի, որ սա փաստաթուղթ է, օրինակ անունը ինչ որ մի վերնագրով, խաղաղություն բառը մեջ է լինելով, այդ վերնագրով փաստաթուղթը ձեռքը գալու է Հայաստան ու ասի ժողովուրդ խնդրում եմ ինձ քվե տվեք, որ ես գնամ խաղաղության պայմանագիրը կնքեմ, որովհետև այլ տարբերակ եւ այլ առաջարկ Նիկոլ Փաշինյանը ուղղակի չունի մեր հանրությանը ներկայացնելու։ Դա է լինելու եւ ես կարծում եմ սա պայմանավորված ինչ որ մի այց է դեպի Թուրքիա, որի ընթացքում կլինի ցավոք սրտի էլի ոչ հայանպաստ լուծումներ։ Սյունիքի հանձնում եկեք դրա մասին չխոսենք ու առհասարակ մեր մտքից անենք, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Հնարավոր է, քանի որ ԱԱԾ տնօրեն եք եղել եւ նյուանսերին այսպես տիրապետում եք, ասացիք, որ դուք էլ ինչ որ բաներ չեք կատարել, հանձնարարական էր
Ձեր կարծիքով Աբազյանը, որը ամենածանր շրջանում Նիկոլ Փաշինյանի ընդունեց պաշտոնի առաջարկը եւ ղեկավարեց, հիմա հեռացել է։ Ձեր կարծիքով ինչու է հեռացել, ինչը կարող է ստիպել։ Իսկապես նա վատ է կատարել Փաշինյանի հանձնարարականը, թե հրաժարվել է կատարել Սամվել Կարապետյանի նկատմամբ գործողություններին։ Ես ենթադրություններով առհասարակ չեմ խոսում, իսկ ես փաստեր չունեմ։ Եկեք որոշ ժամանակ թող անցնի մի քիչ ինֆորմացիա ունենանք ինչ է եղել իրականում, որ խոսենք։ Հիմա գիտեք, կարող ենք տարբեր վերլուծություններ անել, վերջում պարզվի, որ ինչ-որ անլուրջ խոսակցություն է։ Արմեն Աբազյան մի բան էլ ես մասով։ Ի տարբերություն ձեզ լուր հեռացել, ձեր հայտարարություն չի արել որևէ բան, այսօր մի քանի անգամ փորձեցի զանգեմ, չպատասխանեց, SMS-ը գրել։ Բայց հետաքրքիր է ձեր կարծիքով Արմեն Աբազյանին կտեղափոխեն նոր պաշտոնի, օրինակ ինչպես Էդուարդ Հովհաննիսյանն է կարծեմ։ Նախորդ կմիանա անդիմադիրների շարքին։ ատոմական թե կդառնա անդիմադիր։ Ինչ է կարծում։ Ես ենթադրություններով չեմ ուզում խոսել։ Դուք անընդհատ ինչ-որ ուզում եք, որ ես Արմեն Աբազյանի աշխատանքից ազատման հետ կապված մանրամասն տեղեկություններ հայտնեմ։ Իմ նախկին գործընկերն ա եղել, ճանաչում եմ, այո, բայց ես չեմ կարող հիմա ենթադրություններով ինչ-որ այսքան մարդու մոտ ինչ-որ մի բան ասել։ Պարոն Վանեցյան, դուք ասել եք, որ իշխանությունները Նիկոլ Փաշինյանը անձամբ իշխանությունը պահելու համար կարող է անգամ գնալ պետականության կորստի, իսկ ինչ կարող է անել ընդդիմությունը թույլ չտալու այդ պետականության կորուստը, ինչ Ընդդիմությունը պետք է պայքարի, աշխատի հանրության հետ, այն բոլոր մտահոգությունները ներկայացնի հանրությանը եւ փորձի ինչ-որ մի փուլում ժողովրդի աջակցությամբ ազատվել այս իշխանություններից։ Մինչև ընտրություններ, եթե կստացվի, անպայման պետք է այդ առիթից օգտվել, բայց մենք պետք է գիտակցենք, որ ժողովրդին հիասթափեցնելու իրավունք մենք այլևս չունենք, որևէ մեկը։ Պարոն Վանեցյան, ինչպես մեկնաբանեք այդ մեղադրանքը, որ առաջադրվել է Սամվել Կարապետյանի, իսկապես Աբսուրդ, ուղղակի աբսուրդ։ Նիկոլ Փաշինյանի մի քանի օր առաջ Facebook-յան գրառումը ավելի շատ է ընկնում սահմանադրական կարգի տապալման հոդվածի տակ, քան Սամվել Կարապետյանի հարցազրույցում հնչեցրած հայտարարությունը, երբ որ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որ 10 հոգանոց խմբեր ենք ստեղծում եւ գնում ենք քրիստոնեաբար եւ սիրով վեհապարին հանենք վեհարանից։ Հիմա ուզում եք ձեր փորձենք, հիմա ձեր եթերում ես նույնը հայտարարեմ վեհապար եւ վեհարան բառերը փոխարինեմ վարչապետ եւ կառավարության շենք, մինչեւ ստեղից հասնեմ իմ մեքենան, ինձ արդեն կձերբակալեն եւ կբերեն այս դատարան։ Պարոն Վանեցյան, երբ որ այն ժամանակ, երբ որ աշխատում էիք Փաշինյանի իշխանության տարիներին, կսպասեիք, որ մի օր Փաշինյանը այսպես կոչված էյֆորիայի անցնելուց հետո իշխանության ղեկավարից կվերածվի սովորական բլոգերի։ Եթե չմտածեի, հրաժարական չի տա եւ քաղաքականությամբ չի զբաղվի։ Շնորհակալություն բոլորին։ Որոշում կկայացնի եւ իր կայացած որոշումը չի լինի հերթական քիթու գործը։ Բոլորս միասին ազատություն